Վերաբերում է թմրամիջոցների դեմ պայքարին, չափազանց կարևոր է եւ ուզում եմ հիշեցնել, որ նաեւ մեր խմբակցությունն էր բավական ակտիվ եւ ներկայացել էր օրենքի նախագիծ, բայց հանձնաժողովն նաեւ քննարկման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել որոշակի վերանայումներ իրականացնել պատժատեսակների մասով, ինչպես նաեւ չափականակները առավել վերանայելու եւ ճշգրիտ թիրախային դարձնելու։ Այդ իսկ պատճառով մենք կողմ քվեարկեցինք այս նախագծին, ակնկալելով առաջին եւ երկրորդ ընթերցման ժամանակ արդյունավետ քննարկում։ Շնորհակալություն։ Արման Կարգով Արթուր Խաչատրյան։ Սելյակիցներ, քիչ առաջ դուք տեսաք ինչպես են SMS-ներով հրահանգներ իջեցվում։ Կոնեն պատկերացումը դա էր։ Մի քանի րոպե առաջ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով նկարում էր դահլիճի այս մասը եւ այդ նկարելուց հետո Վահագն Ալեքսանյանի մոտ հարց ծագեց մեր խմբակցության քվեարկությունների մասը։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ես ուրիշ չեմ նայում։ Ես ուրիշի գրագրությունը չեմ նայում, շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, որ չեք նայում, ոնց է գնահատականներ հնչեցնում։ Խնդրում եմ լռություն դահլիճում։ Հարգելի գործընկերներ, Վահագն Ալեքսանյան վարման կարգով եւ պարոն Ալեքսանյան, այս հարցը թույլ եմ տալիս հնչեցնել, որովհետեւ ձեր անունը հնչեցրել է պատգամավորը, համեցեք։ Համեցեք։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ախր այս խելքին եք, որ այս օրինակ էլի, լուրջ եմ ասում։ Այս խելքին եք, որ հեսա անցողիկ շեմը չեք հաղթարելու, այ դրա համար է չեք հաղթար։ Հեսա ես ենթադրում եմ շուտով կտենաք ձեզ խի էին նկարում, բայց վերադառնալով նախորդ հարցին։ Տիկին Էլինար Վարդանխի չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վատն է հա Ռոբերտ Քոչարյանին, որ պատրաստվում եք չընտրել նրան։ Թե հեքիաթ եք պատմում քաղաքացիներին։ Այդտենց խառնվել, բաժանվել բան եք արել, հեքիաթ եք պատմում, վատն է Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ դադարեցնել, շնորհակալություն։ Ռուբեն Ռուբինյան վարման կարգ։ Պարոն Խաչատրյան, իրականում այդ SMS-ի հարցով մենք ենք հետաքրքրված։ Մենք ուզում ենք հասկանանք, ի վերջո, Տիկին Էլինար Վարդանին, ով է SMS գրում, Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը։ Ասեմ ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը նույնպես ձեր խմբակցության պատգամավոր էր, մեզ հետաքրքիր է, երկրորդ համարին ով է SMS գրում, կամ նույն Գագիկ Ծառուկյանին ով է SMS գրում, Քոչարյանը թե ուրիշը, թե օրինակ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դա է մեզ հետաքրքիր։ Կամ ասենք բան այն ռուսաստանցի օլիգարխի ցուցակի երկրորդ համարն էր, ձեր խմբակցության պատգամավորն էր, ով է իրանց SMS գրում, Քոչարյանը, Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը, այդ ենք ուզում հասկանանք ընդամենը։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ բանավեճը քաղաքական շարունակել ելույթների տեսքով, որպեսզի մենք հասցնենք ավարտել քվեարկությունները։ Քվեարկության է դրվում ուշադրություն։ Կառավարության ներկայացրած ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին իրավասու մարմինների բազմակող համաձայնագրի լրացումը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Քվեարկություն։ Սա սահմանադրական օրենք է եւ 8 կողմ եւս քվեարկություն ունենք։